Ես չի ասի, որ Trip-ը Turan պրոյեկտի համար է ծնվել, ավելին կարող ենք նույնիսկ ասել, որ Trip-ը կարող է խափանող ծրագիր է լինել Turani, եւ եթե այսօր Trip-ի մասին խոսելուց միայն պատկերացնում ենք հորիզոնական ճանապարհի բացումը, բայց պետք է տեսնել նաև պետք է տեսնել նաև Trip-ը կարող է սկիզբ լինի հյուսիս-հարավի, այսինքն պատահական չէ, որ Trip-ի համատեքստում Նախիջևանը հաջող հիշատակվում է եւ բոլորս հասկանում ենք, որ հյուսիս-հարավը առանց Նախիջևանի չի լինելու։ Ուստի ես կարող եի հակառակը ասել, որ Trip-ով Միացյալ Նահանգները ավակային զարգ են տալու ոչ թե թուրանական ծրագիրը կյանքի կոչելու, այլ հյուսիս-հարավ ծրագիրը կյանքի կոչելու։ Բայց պարոն Սեֆիլյան, կա նման վարկած, որ ԱՄՆ-ն հնարավոր է որոշ մասնաբաժիններ հատկացնի նաև Ռուսաստանին ու Թուրքիային ճանապարհի ասեգոսներ են այդ ամեն ինչը եւ այնպես չէ, որ վտանգ չկա, այստեղ երրորդ կողմի մասին որ խոսվում է, ես որ հետևում եմ որ պետությունը կարող է լինել, իմ կարծիքով հավանականությունը մեծ է, որ Իսրայելը լինի։ Իսրայելը լինի, բայց անշուշտ Trip-ի հետ կապված մենք այս օրերի ընթացքում բանավոր մեր կարծիքն ենք հայտնել, մենք մի բան որոշել էինք հայտարարության բանտեսկա, բայց ինչ ներքաղաքական զարգացումները տեսանք, որ այդքան բան չի, ակտուալ չի, բայց առաջիկայում մենք նորից պաշտոնական մեր խոսքը կասենք, բայց միայն մի բան ասեմ, որ այսօրվա Trip-ի պայմանավորվածությունների հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք, այսինքն մենք առաջարկություններ ունենք վերանայելու փոխանցական իմաստով, այո, շատ լավ է, որ Միացյալ Նահանգները միջամտեցին, մենք հասկանում ենք, որ այդ միջամտումը առաջնահերթորեն աշխարհաքաղաքական եւ անվտանգային նպատակով է կատարվել, սակայն այս իշխանությունները ինչի շուրջ որ բանակցել են, վստահաբար այս իշխանություններին նաև թուրքական թելատրանքի ազդեցությունը կա, այդ համատեքստում ա եղել այդ բանակցությունների արդյունքում ծնված այսպես ասած պայմանավորվածություններ, միջայլոց դակավին այս պայմանավորվածությունները ոչ մի վերջնական պայմանավորություն չէ, պայմանակիր չէ, հա դա նախավիճակում են գտնվում եւ լավ պիտի լիներ, որ միջև վերջնական պայմանավորվածությունը Երևանում դեղի ունենար փոփոխություն։